իմ դերասանուհիներից մեկը Ջուլիետա Շիրակյանը, որը հիմա արդեն տուն է վերադարձել, ի ուրախություն մեզ, ինձ էսպես ասեց, ինչու մեզ հետ Ռոմեո Ջուլիետ չեք բեմադրում։ Քանի տարեկան է տիկին Ջուլիետան։ Արդեն 80-ին մոտ է։ Հրաշալի։ Ինչու չեք բեմադրում։ Ասի, հա բեմադրեմ, բայց ով է Ջուլիետ խաղալու։ Ասեցի ես, անունս էլ Ջուլիետ է, ես էլ ինչ պակաս Ջուլիետ եմ։ Այդ ժամանակ ես իրեն ասեցի, չէ, դա անհնար է, բայց աստիճանաբար մտքումս մի բան էր ծնվում։ Այդ ծնվեց, մի փոքր կաղապար ծնվեց կապված Շեքսպիրի հետագա ճանապարհի հետ։ Ասի, իսկ եթե Շեքսպիրը ընդհանրապես սխալվել է, ինչ որ մի պատճառով սխալ գրել է, որ Ռոմեոն եւ Ջուլիետը մահացել են, իսկ գուցե չեն մահացել, գուցե ապրել են, երևակայությունը իրարից անկախ չեն ասել իրենց, որ մեկը ողջ է, չեն իմացել, որ իր սիրեցյալը ողջ է երկուսն էլ։ Եվ մի օր պատահական մի այգում երկու ծերունազարդ մարդ հանդիպում են իրար ու պարզում է Ռոմեոն ու Ջուլիետն ու կռվով են հանդիպում, իդեպ ասեմ, լավ կռվով, եւ հետո կամաց պարզում է որ եւ այսպես սկսվեց, որտեղ մտավ նաեւ այդ ժամանակ գրվում էր Շեքսպիրի մեղքերը պիեսը։ Այդ պիեսի բեմադրությունը պետք է հիմք հանդիսանար Շեքսպիրի վերապրելով Շեքսպիրին ֆիլմի համար։ Այնտեղ մտավ նաև Համլետը, ոչ միայն Ռոմեո Ջուլիետը, մտավ Ռիչարդ III-ը եւ մտավ Լիր արքան։ Մակբեթ չկար։ Չէ, որովհետև նախ Ռիչարդն էր շատ բարդ։ Ֆիլմի պրոդյուսերը Իննա Սահակյանը հետագայում պարզվեց, որ մեր բակի հարս է եւ իր կեսրարը, որի հետ ես ծանոթ էի, մի անգամ այսպես տաղավարում մենք լավ այգի ունենք, զրուցում ենք, բան, ինքը ինձանից իմացավ, որ ես աշխատում եմ Նորքի շուրջօրյա խնամքի կենտրոնում եւ ասեց, բայ հարսս կինո ռեժիսոր է, այս թեման իրեն կհետաքրքրի եւ ինչպես տեսնում եք, հետաքրքրեց, այն էլ ոնց հետաքրքրեց։ Ընդհանրապես կինոյի մարդիկ, նաև լրագրողները ամեն ինչով են հետաքրքրում հասարակության բոլոր շերտերին, ամեն ինչին առնչվող, անտարբեր չես կարող մնալ, հրաշալի է, որ մի մարդու մասնագիտական հետաքրքրասիրությունը հանգեցրել է արդեն ֆիլմին, ու ինչ ճանապարհ անցաք, Գառնիկ։ Բավական երկար։ Դե ճանապարհը հետեւյալն էր, այդ ժամանակ ես բեմադրում էի Թումանյանի մեր Հանճարեղ Թումանյանի հեքիաթները եւ ֆիլմը երբ որ պետք է սկսվեր ավելի ճիշտ Իննան ինձ ասեց որ գիտեք բանը դե Թումանյանին դրսում աշխարհում այդքան լավ չգիտեն միգուցե Շեքսպիր բեմադրեք հիմա այս միգուցե Շեքսպիր բեմադրեքը լուրջ ճիշտ է ինձ համար արդեն անակնկալ չէր ես պիեսը գրեցի մի Ռիչարդի համար անուն աղալիկ էր, որը պիտի խաղար, ինքը շատ հարմար էր Ռիչարդին, բայց Տնաշենը տարավ բերեց մահացավ։ Երկրորդ Ռիչարդին գտա 92 տարեկան Արարատը, որը որ մի աչքը վնասված էր եւ բանը կապ էր դնում աչքին, նույնպես շատ հարմար էր Ռիչարդին Ինձ թվում է Արարատ պապին մենք հյուրընկալել ենք եթե Այդ Արարատը չի, սա ուրիշ Արարատ է։ Հիանալի։ Հա, ուրիշ Արարատ է, ուրեմն երկուսն էլ Արարատ էին, մեկի գլխին մազերը լիքներ, մյուսի գլխին մազ չկար, ասում էի դու մասիսն ես, դու էլ սիսն ես։ Այդպես է անունները տալիս, որպեսզի տարբերակենք։ Մի խոսքով էս մյուս Ռիչարդը ասեց մի քիչ ռուսախոս էր, այսպես էր ասում, Գառնիկ ջան, ես քեզ պատվադի չեմ անելու։ Բայց պատվադի տարեց, այո։ Ես ստիպված երրորդ Ռիչարդին փնտրեցի։ Չփնտրեցիք, ես ստիպեց, որ գա Ռիչարդ խաղա։ Նարսեցի։ Որի կինը այնտեղ ամուսնացան իրար հետ, հա, Սևանը եւ Ռայան, կինը մոտ 200 երաժշտական ստեղծագործության հեղինակ է։ Անհավատալի պատմություններ մարդիկ են։ Ռադիոյում ձայնագրել ենք իրեն մոտ 17-18 ստեղծագործություն, այսպես ձայնագրեցինք, որ ֆիլմում օգտագործվի դա։ Հրաշալի է։ Այսպես սկսվեց ֆիլմը։ Փորձեր ավելի ճիշտ թատերական Տարմանի հետ եւ արդեն մենք չենք էլ նկատում որ կամերա կա այնտեղ գալիս է մեզ նկարում է բան մենք մեր առօրյան անում ենք իրենք իրենց գործն էին անում մենք մերը
մի բավական երկար ժամանակ ես իրենց հետ բեմադրում էի այսպես ասմունքով ներկայացումներ էի անում, ասենք արել ենք Համոսահյան, Թումանյան, Իսահակյան, ինչու է դա անում, նախ պոեզիան ամենաարագ խփողն է մարդու հոգուն եւ զգայարաններին, այդ մեկ եւ երկրորդը մի ուրիշ պատճառ էլ կար, քանի որ տղամարդ դերասանները սպակասեցին մնաց ընդամենը 1.5 տղամարդ, այսպես ասեմ, կամ երկու տղամարդ եւ դժվար էր պիես ընտրել, որտեղ հիմնականում պիեսների մեջ տղամարդիկ ավելի շատ են լինում, քան կանայք։ Բայց այս վերջերս մի փոքր տղամարդիկ շատացան։ Արդեն ոչ թե այն իմ ասած կեսն է, այլ արդեն 4-5 հոգի տղամարդ ունեմ դերասան, որոնք եկան լրացրեցին եւ մի միտք հղացավ նորից անդրադառնալու Թումանյանին։ Հավերժական անջարել։ Պիեսը կոչվում է Թումանյանին սպասելիս։ Իհարկե Թումանյանի հեքիաթներն են, բայց պիես այդ կապերը, ասենք իմն է։ Պատմությունը այսպեսին է, որ Թումանյանը հրավեր է ուղարկում հրավերք էս դեպքում հրավերք է ուղարկում իր հեքիաթի բոլոր հերոսներին, որպեսզի այս հերոսները գան դսեղի կամրջի մոտ ու ինքը իր հերոսների հետ ընկուզենու ծառի տակ քեֆ է անելու։ Դες հերոսները սկսում են աստիճանաբար դսեղի կամրջի մոտ հավաքվել, մի մասը իրար ճանաչում են, բայց այն մյուս մասը, որոնք այդ նույն հեքիաթից չեն, իրար չեն ճանաչում։ Լավ բան եք մտածել։ Մնացածը չպատմեմ։ Հա, իհարկե։ Իսկ պրեմիերային կարող են արդյոք մեր ունկնդիրները, ինչպես նաև առողջ երկարակեցության պետական ծրագրի մեր շահառուները գալ, երբ է լինելու, երբ է նախատեսված։ Հրավիրենք արդից օգտվենք եթերի։ Հիմա տեսեք, մենք Նորքի շուրջ խնամքի կենտրոնը նոր ղեկավարություն ունի եւ այդ ղեկավարությունը իսկապես մեծ ջանք է գործադրում, որպեսզի ոչ միայն հացի, այլ նաեւ բանիվ, այսինքն նրանց համար ստեղծեն այնպիսի, ասենք, ոչ միայն թատերախումբ լինի, այլ նաեւ ուրիշ խմբակներ, ուրիշ զբաղմունքի այսպես ժամեր ունենան իրենք, որպեսզի օրը լցվի։ Իհարկե։ Եվ ես իսկապես շնորհակալ եմ մեր ղեկավարությանը, որ իրենք այդ հայացքով են նայում այդ ապագա տեսլականին, հա։ Եվ մի այսպիսի բան ենք մտածել տնօրենի հետ միասին, մենք իհարկե մի անգամ կխաղանք Նորքի շրջօրյա խնամքի կենտրոնում, եւ ես խնդրել եմ, միասին զրուցել ենք, որ այս ներկայացումը առաջնախաղից հետո մենք նաեւ որևէ մեր պրոֆեսիոնալ թատրոնի բեմերից մեկում ներկայացնենք արդեն ավելի լայն շրջանակի հանդիսատեսի ավելի լայն շրջանակի։ Այսպես։ Իսկ կներեք էլի կարող է հենց դսեղում բեմադրությունը լինի հենց բացօթյա։ Հա միտք է։ Դե եթե Մշակույթի եթե կարողանանք ապահովել տեխնիկական կողմը, տրանսպորտային կողմը։ Լավ է, որ հաղորդման շրջանակում միտքել գաղափարել եկավ, հրաշալի բան եք առաջարկում։ Հա, իհարկե կարող ենք։ Օրինակ ես վերջերս ես իրենց տարա Սերգեյ Փարաջանովի թանգարան, որովհետև ինչու հատկապես Սերգեյ Փարաջանովի թանգարան, որովհետև միգուցե իրենց համար եւ ընդհանրապես մեր ժողովրդի համար մի փոքր Փարաջանովը դժվար մարսելի կերպար է, բայց շատ խորը կերպար է։ Եվ ես ուզեցա իրենք այդ խորության մեջ մտնեն։ Բա ոնց արվեստի մարդը դերասաններ են, չէ՞, պիտի որ ծանոթ։ Իսկ հերար միտք ունեի, որ երբ որ իրենք տեսնեն Փարաջանովի կոլաժները, վերադարձից հետո մտածենք միգուցե իրենք էլ իրենց հուշերով ինչ որ կոլաժներ սկսեն անել։ Դեռ այդ գաղափարը օթում էսպես տվայտվում եք տեսնենք էլի, կստացվի թե ոչ։ 3 տարիների մեջ շփումը ցույց է տալիս, որ այդ գաղափարները որպես օթում եմ, հետո անպայման նյութականանում են, դառնում են ինչ որ պրոյեկտ։ Մանավանդ Շեքսպիրը։ Այո։